Ես մի վատ սովորություն ունեմ, այն կաթիլի նման քարը փորձում եմ ծակել, էլի, որտեվ ծակվում է վերջում, կաթում է, վերջում ծակվում է։ Երկու հարց այդ մասով։ Ճանապարհային երթևեկություն։ Տեսեք, դուք ասում եք, որ մենք դեռ փորձում ենք սանկցիաների չափին չանդրադառնալով ձևավորել հարգանք այդ բոլոր ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ։ Ես պետքա ցավոք սրտի արձանագրեմ, որ դա անհնար է, Տիկին Սարգսյան, պարզապես անհնար է։ Եվ եթե նույնիսկ մեր քաղաքացիները գնում են Գերմանիա, ԱՄՆ, Ֆրանսիա, նույնիսկ Ռուսաստանի Դաշնություն եւ սկսում են պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, դա միայն նրանից է, որ տուգանքները շատ բարձր են եւ այդ տուգանքներին հետեւող կա։ Ուրիշ ոչ մի խնդիր չկա տեղ, ուրիշ ոչ մի բացատրություն չկա տեղ։ Որևէ կապ չունի հեռախոսա, ամրագոտիա, արագությունա եւ այլն, ալկոհոլի օգտագործումա եւ այլն։ Ուրիշ ոչ մի բան չկա տեղ, ոչ մի բացատրություն։ Եթե դա վերաբերում է չափահաս քաղաքացիներին, եթե դա վերաբերում է այո մեր մատաղ սերնդին, իհարկե պետք է կրթենք, բացատրենք, ջան գործադրենք, որ ինքը չափահաս դառնալուց այդ վարկագիծը արդեն չունենա։ Բայց հույս ունենալ, որ այստեղ գործընկերները մի քանի բանով խոսացին էլի դրանից, որ ինչ որ մի երջանիկ օր մեր հասուն քաղաքացիները ես ին վրա վերցնեմ, հա, օրինակ, ավելի բան եմ, որ ոչ մեկ չնեղանա, էլի մենք նկատի ունեմ, ավելի կարգապահ են դառնալու անհասկանալի իմ համար պատճառներով, դա չի լինելու։ Եվ հիմա ես ինչ եմ ձեզ խնդրում այդ կաթիլի տրամաբանությամբ, էլի։ Կարանք գոնե պարզ կանոնների վերաբերյալ, որը շատ հեշտ է իրագործել, որի մասին ես մի 2 տարի է խոսում եմ։ Այնպիսի 100%-անոց իմպլեմենտացիա ապահովել, որ ես վստահեցնում եմ մի 100 կյանք տարեկան բան կանենք, կփրկենք։ Խոսքը ամրագոտի կապելու մասին է։ Ամրագոտի, որը ոչ հավելյալ ծախս է ենթադրում, ոչ նոր մեքենա է ենթադրում, ոչ, չգիտեմ, միտահետազոտական ինչ որ փորձություններ է ենթադրում, պարզապես պետք է վերցնել եւ կապել։ Եվ սկսենք մեզնից, նորից եմ կրկնում։ Օրինակ, ինչի մեր բարեկային ծառայողները չեն կապում ամրագոտի, Տիկին Սարգսյան։ Չեն կապում։ Ես կարամ բազմաթիվ ֆոտոներ անեմ եւ ուղարկեմ ձեզ, որ չեն կապում։ Ես հասկանում եմ, որ իրանց ծառայության բնույթը ենթադրում է, որ իրանք երբեմն կարող են չկապել եւ դրանք դրա իրավունքը ունեն։ Ճանապարհային պարեկները, հրշեջները, շտապօգնության մեքենաները, բայց երբ որ ինքը կապում է եւ պարտադրում է, քաղաքացին ավելի հեշտ է ենթարկվում, չի ասում, բա ինչի դու չես կապել։ Ես ձեզ խնդրում եմ, էլի, եկեք պայմանավորվենք այդ մեկով եւ մի պարզ բան էլ, այսօր ամսի հունիսի 4-ն է, կանանք օրինակ մեր բոլոր հարգելի, սիրելի, պաշտելի քաղաքացիներին տալ 10 օր, ասել հարգելի քաղաքացիներ, հունիսի 15-ից հետո մի հոգի չամրակապված եղավ, մեզնից չփոշմանեք։ Հենց ձեր իսկ առողջության եւ կյանքի համար կանանք դες բան պայմանավորվենք, թե չէ։ Որտեւ այն բաների դեպքում լուսաթափանցելիության դեպքում պայմանավորվեցինք ու եղավ դա, բարեբախտաբար, որտեւ ընդեղ էլ էր դժվարությամբ առաջ գնում գործը, իսկ այս մեկով դուք հիմա ես խնդրում եմ մի ասեք, որ մենք ամեն օր վարչարարությունը ուժեղացնում ենք, մենք ունենք 50,000 կամ 100,000 ակտի տուգանք, այդ չի անցնում այդ պատասխանը։ Պետքա պարզապես մի օր վճռական ասել, որ հասկանում ենք, ընդունում ենք, սիրում ենք, ամեն ինչ պարզ է, բայց այս օրվանից հետո բոլորը պետքա կապեն ամրագոտի, բոլորը անխտիր, ինձնից սկսած, ձեզնով վերջացրած։ Այդ թվում նաև հետևը նստած մարդիկ, որին կարելի է անդրադառնալ մի քիչ ուրիշ բանով, ուրիշ ժամանակ, ասենք մի կես տարի հետո օրինակ։